Տիկին Հայկազյան ջան, ախր այսօր մենակ դուք եք, էլ ուրիշ հարց չունենք, պետք է սա այս հարցի շրջանակներում հասցնենք։ Ես նախ ձեզ իմ արդար ձեռքն եմ մեկնում դառնալ ընդդիմադիր, քանի որ ձեր պոզիցիան շատ դժվար պոզիցիա է։ Գործող իշխանությունների հետ լինել բնապահպանության ոլորտի պատասխանատու, դա քաղաքական սուիցիդի հավասար բան է, քանի որ ես վստահ եմ դուք ինչ ջանքեր եք գործադրեք, ինչքան է չարչարվեք եւ տանջվեք եւ փորձեք աշխատել, միևնույնն է ցանկացած միջազգային կազմակերպություն, որից որ դուք ուզենալու եք ինչ-որ գրանտ ստանալ կամ համագործակցել Հայաստանի էներգետիկայի, կլիմայի եւ մնացած սիրուն բառերի ոլորտների վերաբերյալ, այդ մարդիկ ունեն մի հատ սիրուն բառ կոչվում է մոնիտորինգ, որ գալիս են ստուգում են Երևան քաղաքը, տեսնում են ինչ վիճակում է, որ տեսնում են դուք եք աշխատում, չգիտեմ, կենտրոնի թաղապետ պարոն Պետոյանն է բարեխղճորեն փորձում կենտրոնը մի քիչ բարեկարգել, մաքրել, սիրունացնել։ Այդպես փոքր փուճուր բրինձեր է մեծ ծև հողի մեջ, որովհետև այս քանակի ես 7 տարի է որ իշխանության են գործող թիմը, այս քանակի շինարարությունը եւ ոչ պատշաճ վարչարարությունը շատ ուղիղ ներազդում է եւ փչացնում է թե մեր էկոլոգիան, թե մեր բոլորի այս վիճակը։ Ես հասկանում եմ, որ կլիմայական գոտով մենք մեր ծարևադարձային գոտի ենք, փոշին Եվրոպայից շատ է, ինվերսիա կա, տաքս, ռոտ կպնում են, մի քանի ամիս խոնավության խտացում է լինում։ Բայց դուք գոնե ընդունում եք, որ հենց ձեր շենքի, ձեր գոլեգաների արած աշխատանքի արդյունքում Երևան քաղաքը, բացի այդ բնական օբյեկտիվ պատճառներից, ստանում է հսկայական քանակի փոշի եւ նաեւ չի արվում որովե ռեալ, խիստ, իսկական վարչարություն եւ վերահսկողություն, որ չտուժեն մեր բոլորի ընտանիքները, մեր բոլորի առողջությունը։ Շնորհակալություն։ Ան Հակոբյան, մենք նախորդ ավականու նիստով փոփոխություններ լրացումներ մտցրեցինք 405N ավականու որոշման մեջ, որը միտված էր ավելի խստացնելու պահանջները եւ լրացուցիչ պահանջներ սահմանելու կառուցապատողների համար։ Եթե խոսում ենք օդի աղտոտվածության մասին, որտեղ ամենավտանգավոր մասնիկը PM2.5-ն է, ապա շինարարությունից ստացվող փոշին PM10-ն է։ Տհաճ է, բայց այդքան վտանգավոր չէ։ Ես կարծում եմ, որ բոլոր մեր գործողությունները անկախ ամենից միտված են դեպի լավը դարձնելու բոլորիս կյանքը։ Մենք էլ նույնպես Երևանի բնակիչներ ենք, ապրում ենք այստեղ, հետևաբար բոլոր ծրագրերը, որը իրականացվում են թե քաղաքապետարանի կողմից միայն, թե մեր միջազգային գործընկերների կողմից արդեն իսկ իրականացվող համատեղությամբ միտված են բոլորիս բարօրությանը։ Արձագանք։ Դե հենց այդ է, ախր դրա համար կա օբյեկտիվ աղտոտվածության պատճառներ, որոնց դեմ պետք է այո պայքարել, բայց նաև կան սուբյեկտիվները, եւ եթե փոշին շինարարական իր տեսակով այլ գազերից մի քիչ ավելի քիչ վտանգավոր է, միևնույն է փաստ է։ European Correspondent կա, հետազոտական ժուրնալ է Եվրոպայում, Երևանն է ճանաչել է Եվրոպա, եկել է 24 թվին հետազոտություն արել, ասել է 365 օրվանից 314 օրը Երևանում փոշու քանակը օդում նպաստում է քաղցկեղային հիվանդությունների։ Այդ դրա շուրջ է պետք է աշխատել, քանի է շինարարությունը սենց արվում է անվերջ, ու քանի տուգանում են ըստ ճաշակի, չգիտեմ, ով որ անուշ ախպեր է շինթույլտվությունը հենց հավեսով աստացե իրան չեն տուգանում, ով որ տես մանր մունր քյասիպ մի հատ փոքր շենք է, այդ մարկացետում խեղդում են։ Քանի այդ աշխատելա ոչնա, ինչ նախագիծ ուզում եք բերեք, ինչ միջազգային սիրուն բառեր ուզում եք բերեք, Երևանի օդը մնալու է կեղտոտ, մենք էս աղս վտանգված ենք լինելու։ Պարոն Հակոբյան, կարճ արձագանքեմ, որ բոլոր ուսումնասիրությունները մինչ այժմ իրապես փաստարկված չեն, որտեղ մոնիտորինգ իրականացնելու համար բավարար միջոցներ Երևան քաղաքում չեն եղել, մեր կողմից տեղադրված սարքերը դրանք առաջի փորձերն էին, որոնք որ հնարավորություն կտան սերտիֆիկացված սարքերի միջոցով էնել աղտոտման աղբյուրի հենց մեջտեղից ստանալ տվյալներ։ Նոր հիմա հիդրոթերապևտաբանության պողակը կամաց սկսելու է ընդլայնել, այսինքն բոլոր այն հետազոտությունները, որոնք խոսում են քաղցկեղածին եւ այլն, սրանք, չգիտեմ, սատելիտներից վերցված ընդհանուր տեսակար կշռի կամ վերցնում են օրինակ ընդհանուր հիվանդացությունների չափը եւ ընդունված է համարել, որ 30%-ը դա ուրեմն փոշու աղտոտման հիմք է, բայց իրատեսական աշխատանքները մենք հիմա նոր փուլային կսկսենք իրականացնել, ցավոք մինչև այս չեն իրականացվել։